Ադրբեջանց, եկեք կարելի է նստեմ ձեր կողքի երկու բառ խոսանք էլի դրա մասին, երկու բառ խոսանք։ Ինչ ադրբեջանցիների գալու, բայց ով ասաց որ պիտի գան։ Ով խոսեց։ Դուք երևի հայերից, տարբեր քաղաքական ուժերից ավելի շատ եք զգում, որ իրանք խոսում են ադրբեջանցիների ինչ որ հիպոթետիկ վերադարձի մասին, քան ադրբեջանցիները։ Դա արվում է մի բանի համար, որ մեզ վախի մթնոլորտում պահեն, ձեզ, ինձ, մեր մյուս գործընկերներին։ Ոչ մի ադրբեջանցի Հայաստանություն չի վերադառնալու, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա, եւ դա բան է, հորինած բան է, որ մեր ժողովրդին ասեն, որ ամեն ինչ վատ է, ու գնալով վատանալու է, այն ինչ որ մենք ասում ենք, որ խաղաղություն կա եւ խաղաղությունը բերելու է Պարոն Հովհաննիսյանը, որ ասացի մեր ֆինանսների նախարարն է, ինչ էր հարցնում։ Մենք բոլորս հարկեր ենք, չէ՞ վճարում։ Այո, աշխատող քաղաքացիները, բիզնեսները, հետո այդ հարկերը գալիս է պետական բյուջեից ծախսում են։ Էս էլ է համայնքային բյուջեից ծախս, ճանապարհներն էլ է պետական բյուջեից ծախս, դպրոցները, մանկապարտեզները, թոշակի բարձրացումը, առողջության ապահովագրություն։ Այդ կարևոր բաները, որ մեր երկիրը, մեր քաղաքացիները բարեկեցիկ ապրեն։ Իսկ առանց խաղաղության դա չի լինելու, իսկ այդ մնացած ստերին որ շարունակի գնալը շատ լավ։ Տենց էլ շարունակելու ենք, բայց դուք պետք է դա որոշեք, հասկանում եք։ Հունիսի 7-ին պետք է կանգնենք խաղաղության։ Դե ձեզ չխանգարենք, շատ լավ, մերսի, շատ լավ եղեք։